Ուրեմ մի տեսակ անհանգիստ եմ, որտև Աստծո երկյուղ ունեմ, Աստծո ժողովրդի առջև եմ կանգնած, բայց մյուս կողմից էլ շատ ներքին ուրախություն կա, որտև ես իմ հոր տան մեջ եմ։ Իհարկե։ Ուրեմ ես ներկայացնեմ ով եմ, եկել եմ Նավակույբիշև քաղաքից, բոլորով գիտեք, վերածնունդ եկեղեցին է, Աղաջան եղբայր Ավագ Հովիվն է։ Ես էլ այնտեղի ձեռնադրված ծառայողներից եմ, իմ կնոջ, իմ երեխեք հետ եմ եկել, մեծ բարևներ բոլորիդ, Նավակույբիշևի վերածնունդ եկեղեցուց։ Մենք էլ ձեր մի մասնիկն ենք այնտեղ։ Աստված օրհնի ձեզ, ուրախ եմ ձեզ ստենալու, ես ինքս ծնունդով Քյավառից եմ, եթե թույլ կտակ մի քանի բան վկայեմ իմ կյանքից, նոր ասնեմ այն խոսքի բաժնին, որը որ Աստված դրել է իմ սրտին, որ ձեզ փոխանցեմ։ Ուրեմ ասեցի, որ վերածնունդ եկեղեցից ենք ու փառք Տիրոջը ամբողջ ընտանիքով ծառայում ենք Աստծուն, բոլորովս ջրով մկրտված ենք, իմ կինը, իմ երեխաները, անգամ իմ 13 տարեկան երեխան ինքը ծառայում է խոսքի դռները բացում, կարողանում է խոսքով ծառայի, փառք Տիրոջը, դա մեծ օրհնություն է։ Խիեմ ես ամեն բան ասում Աստծո փառքի համար, բայց 26 տարի առաջ 2 ամսով գնացինք Ռուսաստան։ Անտեղ այդքան էլ լավ կյանքի մեջ չեմ ապրել ես։ Մեղավոր եմ եղել եւ ամաչում եմ դրա համար։ Խմել եմ, ծխել եմ, վատ կյանքով եմ ապրել եւ դրա համար ամաչում եմ եւ 16 տարի առաջ 16 տարի այն որ մենք ապաշխարել ենք, ես ուզում եմ ասեմ, դուք տեսնում եք մի մարդ, որը որ Աստված արդեն վերափոխել է։ Մի ընտանիք, որը որ Աստծուն է ծառայում, Աստծո փառքի համար, բայց այտենց չի եղել։ Եղել է շատ վատ իմ վիճակը։ Ուզում եմ Աստծո փառքի համար մի երկու բան իմ կյանքից վկայեմ, հետո նոր այդ խոսքը կասեմ։ Հարազատներ ջան, 90-ական թվականներն էր, ես 6-7 տարեկան էի, մենք Քյավառում որ ապրում ենք, գիտեք, ոչ լույս կար, ոչ ջուր կար, ոչ մի բան չկար այդ ժամանակ։ Մեր Քյավառից մի հատ գյուղ կա, Այրիվանքա կոչվում, այնտեղ մեր իմ հորս ընկերը անասուններ ուներ բան, մենք էլ ունեինք, պահում էինք։ Ես ներկայացնում եմ ինչ ապրումներ եմ ունեցել ապաշխարության ժամանակ, ինչի հետ եմ նմանեցնում, ես հեսա պարզ կասեմ։ Ու 16 տարի առաջ Տերը այցելեց ինձ ժողովուրդ ջան, եւ դա նման էր այդ իմ մանկության ապրումների հետ, որը որ ուզում եմ փոխանցեմ հիմա, իհարկե զգացմունք է դա։ Ուրեմ մի հատ հեծանիվ ունեինք, մեքենա ունեինք, բան չունեինք, բենզին չունեինք։ Հեծանիվով հայրս սեթում էր, գալիս էր, փոքր երեխա եմ հետևից վազա, ես պետքա գամ կովիկներին տենամ, տղա ջան, հեծանիվով 10 կիլոմետր չէ, ահագին տեղ ջղայնացավ վրես, բան, վերջը վազա մի կերպ նստասավ լավ արի։ Սաղ ճամփեն ջղայնացավ վրես, այսքան ճանապարհ է, ես պետքա կաթ բերեմ, ես պետք անեմ, եմ պետք անեմ։ Վերջը իրիկունը հետ գալուց Ժողովուրդ ջան, հետ գալուց ես չգիտեմ, երեխա եմ 6-7 տարեկան այդ ռամին նստած ու թե ոտներս մտավ այդ սպիսների արանքը, ինչ կատարվավ իմ հետ ես չգիտեմ։ Ես մի պահ տեսա, որ հեծանիվը մի կողմ թռավ, հերս մի կողմ թռավ, կաթը մի կողմ, ես մի կողմ, սենց արուն լվա, սենց այս ամբողջովին արուն եմ, լացում եմ ու վախենում եմ, որ ինք ինձ հիմա իմ սխալների համար կծեծի։ Ես ոչ թե ցավից եմ վախենում, ես վախենում եմ, որ ես սխալ եմ, ես զորով գնացել եմ, ես հասկանում եմ, որ ես արժան եմ, ես այս կծեցի, ու այդ արյան մեջ իմ հեր եկավ ու գրկեց ինձ ու ասավ, այս ինչ եղավ բալա ջան, ու սենց մաքրում էր իմ վերքերը, մաքրում էր իմ վերքերը, գրկեց ու ես հասկացա, որ ինքից չի ծեծի, ես հասկացա, որ ինքից չի մեղադրում, ու գրկեց ու այդ վերքերս այդ մաքրեց
ոնց որ քաջալերեց, որ լավ կլինի, ես կամաց այդ լացս փոխվա ուրախության, որ չի ծեծու ինձ։ Ես որ ապաշխարել եմ մեքենայով գնալիս, Տիրոջ ներկայությունը եղել է, տարիներով չեմ կարացել սրա մասին խոսամ։ Այդ գերբնական սերը, այդ իր ներկայությունը, որ ինքը չի մեղադրում քո մեղքերի համար։ Քո անցյալի սխալները, այն արունահոսությունը, որ քո կյանքում կա, ինքը մաքրում է, սրբում է ու չի մեղադրում։ Հարազատներ ջան, այդ սիրո հետևանքն է իմ ծառայությունը։ Ես չեմ ծառայում, որ ծառայում եմ, ոչ, այդ սերն է ինձ մղում ծառայության։ Ու այն մարդիկ, ովքեր ճանաչում են Հիսուս Քրիստոսին, ովքեր ընդունել են նրանց փորից կենթանի գետի աղբյուրներ դառնում։ Եվ ծառայությունը դա հետևանքն է։ Ու ես կյանքս տվեցի իրան, այդ մեքենայի մեջ որ գնում էի, կներեք ելես բարիս համար, պախմել վիճակ էր, ես ահա որ խմում էի։ Ու Տերը մի բան սրտիս ասավ, գրկել էր ինձ ու իմ հետ լացում էր, ես ասում եմ նույն ապրումներն ապրե ինչ որ այդ մանկության ժամանակ, գերբնական բան էր 16 տարի առաջ, այդ օրվանից իմ կյանքը փոխվել է։ Այդ օրվանից ես ասել եմ Տեր, արա ինչ ուզում ես։ Այդ օրվանից ամեն բան է փոխվել։ Ու փառք Տիրոջը, այդ սերն է, որ մեզ փոխում է։ Իմ հերը չկարած ինձ փոխեր, իմ ընկերները չկարացին, ոչ մեկ չկարած, բժիշկները չկարացին։ Աստծու մի հատ ներկայությունը 180 աստիճան, իր այդ սերը ինձ փոխեց, ու ես այդ սիրով եմ ծառայում։ Հարազատներ ջան, մի քիչ միգուցե բան է, բայց ինձ հարցնում են դու ո՞նց է որ ձեր տնային խմբակները աճում է, ո՞նց եք դու այդքան բոլորը աշխարհից են գալի։ Ասում եմ ժողովուրդ, սիրում եմ այդ մարդկանց։ Սիրում եմ Աստծուն, սիրում եմ մարդկանց, որտեղ մի ժամանակ ես էլ էի կորուստ գնում, եւ նա գրկեց ու չմեղադրեց, ու իմ վերքերը մաքրեց։ Ամեն։ Բոլորս, եթե ամեկ մեկից հարցնենք, այսպես մի պատմություն էլ դուք կպատմեք, փառք լինի նրան, եթե չլիներ նա, ես այստեղ չէի լինի։ Տերը օրհնի ձեզ։ Ես մի խոսք էի ուզում ասեի, որը շատ սերտ կապված է սրա հետ։ Աստված փրկեց մեզ, նա բերեց, մաքրեց, լվացեց, դրեց իր տան մեջ։ Այսօր իմ ու քո վրա կա Աստծո բարեհաճությունը, սիրելի քուրս, աղբերս։ Աստված այդ ամեն բանը արել է իր սիրո համար ու մեծ հանձնարարականի համար, որ դու փրկվես ու քո միջոցով մարդկանց փրկի։ Դա այդպես է։ Եվ շատ կարևոր է, որ այսօր Աստծո բարեհաճությունը լինի իմ ու քո վրա։ Շատ մարդիկ կան, որ այսօր Աստծո բարեհաճությունը չունեն, Աստծո բարեհաճությունը չկա այդ մարդկանց վրա։ Հարազատներ ջան, ես ապրում եմ Ռուսաստանում, ավետարանչություն ենք անում, 6 բառը ասում, որից 4-ը հայոյանք է։ Էլ չես ուզում հետը խոսաս։ Էլ ուր մնաց Աստծո դուրը գա այդ ամեն ինչ։ Շատ բաներ։ Այսօր ասում եմ, մարդիկ կան, որ մեղքի կյանքով են ապրում, չեն էլ ուզում լիքը Աստծո բարեհաճությունը չկա այդ մարդկանց վրա։ Բայց Աստծո բարեհաճությունը, որ նայում ենք Աստծո խոսքին, ուրեմն մի քանի օրինակ բերեմ, Սամվել մարգարեի վրա էր Աստծո բարեհաճությունը, Մովսեսի վրա էր, Հեսուի վրա էր, ի վերջո Դավիթի վրա էր, շատ Աստծո մարդկանց վրա էր, հա։ Դավիթի սիրտը, ասենք, ասում է Աստծո սրտի ամած սիրտ էր, Տեր գնամ, Տեր անեմ, Տեր սենց հարցնում էր, աղոթում էր, սպասում էր, չէ, ամեն ինչ սպասելիքները Աստծուց էր եւ Աստծո սրտի համեմատ էր։ Իհարկե Դավիթը սայթակեց, ընկավ, մեղք գործեց, բայց Դավիթի սրտի դիրքը, որ երբ որ մարգարեն հանդիմանեց, նա իսկույն քիթու բերնի ընկավ ու ասավ ես եմ այդ մարդը, ապաշխարող սիրտ ուներ Դավիթը, հարազատներ ջան։ Այսինքն Աստծո մարդը սուրբը կարա ընկնի, բայց ընկնել էլ կա, հլնել էլ կա, բայց Աստծո բարեհաճությունը նրա վրա էր, Դավիթ թագավորի վրա էր։ Պողոսի վրա էր, Հովանեսի վրա էր, Շիղայի, Պողոսն ու այս օրինակը, Պողոսն ու Շիղան, որ հա, Պողոսն ու Հովանեսն էին, լավ, ընթերցեմ, լավ, Գործքի 3-ի 2-ից 9-ա, այսի մի հատ դրվագ է, որ ասում է Եվ մի մարդ կար իր մոր որովայնիցը
կաղ, որին վեր կալած ամեն օր դնում էին տաճարի այն դռան մոտ, որ գեղեցիկ էր կոչվում։ Տաճարը մտնողներիցը ողորմություն էր խնդրելու համար, երբ որ նա տեսավ Պետրոսին եւ Հովանեսին, որ գնում էին մտնեն տաճարը, աղաչում էր, որ ողորմություն առնե նրանցից։ Պետրոսը Հովանեսի հետ մտիկ արավ նրանց եւ ասեց. «Մեզ նայիր»։ Նա էլ ուշը դարձրեց դեպի նրանց, սպասելով, որ մի բան առնե նրանցից։ Պետրոսն էլ ասեց. «Արծաթ ու ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, այն քեզ կտամ։ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով վեր կաց եւ ման եկ»։ Եվ աջ ձեռքիցը բռնեց, վեր կացրեց նրան, եւ շուտով հաստատվեցան նրա սրունքները եւ բարձը։ Վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նրանց հետ մտավ տաճարը ման գալով եւ վազ տալով եւ Աստծուն օրհնում էր։ Եվ բոլոր ժողովուրդը տեսան նրան, որ ման էր գալիս եւ Աստծուն օրհնում էր։ Պողոսն ու Շիղան ունեին Պետրոսն ու Հովանեսը, ներողություն խառնեցի։ Պետրոսն ու Հովանեսը ունեին Աստծո բարեհաճությունը, լավ էլ հարուստ էին, ոսկի արծաթ չունեին, բայց ինչ որ ունեմ քեզ կտամ, Հիսուս Քրիստոսի անունով վեր կաց, քայլի եւ աջ ու ձախ կիսում էին իրանց հարստությունը։ Ժողովուրդ ջան, հարստություն։ Այո, Աստված ում վրա որ բարեհաճություն ունի, նրանց տալիս է հարստություն, պատուղներով եւ պարգևներով զարդարումը։ Պատուղներով եւ պարգևներով զարդարումը, եւ այս մարդիկ հարստանում են Աստծով։ Ամեն։ Դրա համար ոսկի արծաթ չունեին, բայց մեկին Քրիստոսով լուծում էին բերում, որը որ գրածա, չէ, բաներ, կաղեր ինքը, ծնված օրվանից կաղեր։ Շատ բժշկություններ էին անում, շատ սրտեր, որ խավարած էին, լույս էին բերում, մարդկանց ապաշխարության էին բերում, լույսն էին տանում Քրիստոսի, մարդկանց բերում էին բժշկություն, Աստված ում վրա որ ունի բարեհաճություն, նրանց զարդարում է Սուրբ Հոգու պտուղներով եւ պարգևներով։ Սեր, խնդություն, խոնարհություն, ժուժկալություն, չէ, համբերություն։ Պողոսն ու Շիղան էլ բանտում էին, հիշում եք, որ կապանքների մեջ երգում էին, ալելույա, Տերը հանեց ըտեից։ Նրանք կարծես մի վիճակի մեջ էին, բայց լավ էլ հարուստ էին, լավ էլ հարստացնում էին, Քրիստոսով էին հարուստ, Աստծով հարուստ էին։ Այսօր քուրս աղբերս, ես ու դու եկել ենք եկեղեցի, Տերն է ինձ ու քեզ բերե, փրկությունը նվիրել է, տվել է, իր արյունով գնել է։ Մենք այսօր հարուստ ենք Աստծով։ Այսօր Սուրբ Հոգու պատուղներով, պարգևներով հարուստ ենք, ձգտենք դրան, հարազատներ ջան։ Այն ինչ որ ինքն է արե, փառք իրան։ Այն ինչ որ կա, բարեհաճությունը, եթե կա իմ ու քո վրա, Տերը տալու է, Տերը լիքը բան ունի մեզի տալու։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, Աստծո բարեհաճությունը կա նրանց վրա, ով սրբությամբ են անցկացնում իրանց կյանքը։ Սրբությամբ։ Գիտես, եկեղեցում սուրբ եմ, ես սուրբ եմ։ Տանը, վայ, տնեցի գիտեմ ոնց ես։ Մեկը ոտքդ սխմեց, արդեն երևում է, ինչ վիճակ ես։ Ոչ, քո ապրած կյանքը Աստծո առջև պետք է սուրբ լինի։ Ինչ բան է սուրբ։ Սուրբ, այսինքն առանձնացված, մեղքից, հեռու կտրված։ Ես չկամ մեղքի համար, մեռած եմ, կենթանի եմ Աստծո համար, երկնքի համար, երկնային արժեքների համար։ Ես չկամ մեղքի համար, այդտենց մարդկանց վրա կա Աստծո բարեհաճությունը։ Քո անձը սուրբ պահի եւ քեզ կօգտագործեմ։ Մի քանի անգամ Տերը իմ սրտի հետ աղոթքի ժամանակ, ծոմերի ժամանակ հենց խոսացել ասել եմ Տեր շնորհակալ եմ, որ դու ամեն ժամանակ ինձ հիշեցնում ես։ Քո անձը սուրբ պահի եւ ես կօգտագործեմ քեզ իմ փառքի համար։ Մի քանի անգամ Տերը իմ կյանքի մեջ հստակ ասել է։ Այո, ասեցինք, որ ովքեր իրանց անձը պահում են սրբության մեջ, Աստծո բարեհաճությունը կա։ Կա նաև մեդալի մյուս կողմը, չարություն, պղծություն, նախանձ, մեծամտություն, հպարտություն,
Հենց սա էլ աղքատ վիճակն է, ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը այդպիսի բաներին տեղ է տալիս, հենց սա աղքատություն է, հենց աղքատությունը սա է։ Մարդը մեղք գործելով կարծես արժեքա զրկում է Քրիստոսի խաչը եւ հարությունը եւ այո, Աստծո բարկությունը կա նրանց վրա։ Այո, Աստծո բարկությունը կա նրանց վրա։ Եվ այսպիսի մարդիկ, այսպիսի բաներ, որ արվում է, դա հենց աղքատ վիճակն է։ Ես այսօր ասում եմ Աստծո ժողովուրդ, Քրիստոսի արյունով գնված իմ քույրս, եղբայրներս, իմ հարազատներս, այսօր այնպես ապրենք, որ Աստծո բարեհաճությունը լինի իմ ու քո վրա եւ հարստանանք Տիրոջմով։ Տերը մեզ բան ունի տալու։ Երկյուղով, սրբությամբ պահենք մեր կյանքը եւ Տերը մեզ բան ունի տալու։ Ասեմ ավելին, մենք էլ բան ունենք տալու այս խավարած աշխարհին։ Մեզ տեսնելով պետքա Քրիստոսին տեսնեն, ասում է դու Քրիստոսի բաց նամակներն եք, կարդացվող, պարզ։ Մեզ մարդիկ որ տեսնում են, ասում են այդ խիա աշկերը փայլում, ասում եմ արի կասեմ խիա փայլում։ Դա նրա շնորհքն է։ Իրանք լավ են հասկանում, ժողովուրդ ջան։ Մի հատ օրինակ եմ ուզում բերեմ եւ եւս երկու համար կկարդամ եւ կբերեմ ավարտին։ Ուրեմն մեքենայով գնում եմ Ռուսաստանում ու սենց մեր քաղաքում նայում եմ, տեսնեմ մատ աղջիկ է վարորդ ու աշկես ընկավ են մեջտեղը հայելու տակը կախած է, մատ խաչ է կախած, նա սիրուն գեղեցիկ խաչ է ու կողնել սկարպիոն, հա, սկարպիոնը ռուսերեն է, կարիճ, սս պոչը տնգած։ Այ մարդ նայում եմ, ասում եմ, եթե խաչը կախել ես, բայց սկարպիոնը խի ես կախը։ Եթե սկարպիոնը բախի է խաչ, ուս ես կայնել եմ մնացել նայում եմ այդ երևույթին ու հետևից սիգնալ են տալի, անում քշի, մտկերի մեջ եմ ընգե։ Ասում եմ ժողովուրդ, եթե Քրիստոսին մեկը ճանաչում է, Աստծուն ճանաչում է, էլ վիրավորել ես որն է, վիրավորվել ես որն է, չգիտեմ, խայթեմ, այ մարդ հանենք մեր կյանքից էդի, դրա վրա բարեհաճություն չկա, Հիսուսն ասավ չի կարա մի աղբյուրից դառը եւ քաղցր ջուր հոսի, չի դառնա Բելարին ու չէ, չի դառնա Ժորժ ջան, չի դառնա, պղծությունը, սրբությունը համատեղ չի դառնա, դրա համար Աստծո բարեհաճությունը գալիս է այն մարդկանց վրա, ովքեր որ ասում են Տեր քոնն եմ հավիտյան, արա ինչ ուզում ես, հարազատներ ջան, մի հատ թաքուն բան ասեմ, իմ ապաշխարած օրվանից 100% բոլոր մեղքերին ոչ եմ ասել, 100%, ժամանակ առ ժամանակ հայտնվում եմ պատմության մեջ, հայտնվում եմ, նենց չի որ չեմ հայտնվում, բայց կանգնում եմ, ասում եմ Տեր, մաքրի սրբի, չտեսա, սայթակեցի, այդ պալիցիկան իմ խելքի բանը չէր, խի հայտնված է, խի գնացեսի մաքրվում եմ, առաջ եմ գնում, մոտս մի հատ սկարպիոն չեմ պահում, որ հարմար պահի հանեմ մեկին խայթեմ, ոչ, դա աղքատություն է, ես գիտեմ ստե տես մարդ չկա, պրոստը ասում եմ, Տերը օրհնի ձեզ, մի համար էլ կարդամ, ուրեմ, Եփեսացիս 5:6-ից 11-ն է եւ Եփեսացիս 5:15-ից 21 համարներն է շատ ադուրս եկե։ Ոչ ոք թող չխափե ձեզ դարտակ խոսքերով։ Էլի եկեղեցի ես էթում։ Ա դու չօգնեցիր այդ եկեղեցի հետ հալով։ Ասում եմ չէ, փառք Տիրոջը։ Աստծուն հավատացել եմ, եկեղեցի եմ գնում։ Ոչ ոք թող չխափի ձեզ դատարկ խոսքերով, որովհետև այս պատճառով էլ Աստծո բարկությունը գալիս է անհանդության որդիների վրա։ Ուրեմն մասնակից մի լինեք նրանց, վասնզի մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք տեսնում, լույսի որդիների պես գնացեք։ Որտև հոգու պտուղը ամեն բարությունով է եւ արդարությունով եւ ճշմարտությունով, փորձեցեք թե ինչ է հաճո Տիրոջը եւ մասնակից մի լինեք խավարի անպտուղ գործերին, այլ մանավանդ հանդիմանեցեք։ Եվ եւս 5:15-ից 21 ասում է. Արտահայտեք թե ինչպես զգուշությամբ վարվիք, ոչ թե ինչպես անխելքնել, այլ ինչպես իմաստուններ, գնացեք ժամանակը, որ օրերը չար են,
Նրա համար էլ մի լինեք անմիտ, այլ իմացեք, թե ինչ է Տիրոջ կամքը, եւ մի հարբեք գինով, որ նրան անարգություն կա, այլ լցվեք հոգով, խոսելով ձեր մեջ, սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերումը Տիրոջը, ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածանից եւ Հորից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը իրար հնազանդ եղեք Աստծո վախովը։ Հարազատներ ջան, այսօրվա իմ սրտի մեջի դրածն է սա։ Ապաշխարել ենք, եկել ենք Աստծուն, սրբությամբ, երկյուղով, Աստծո խոսքը կատարելով, Աստծո խոսքի մեջ մնալով, Տիրոջ բարեհաճությունը վայելենք եւ շատ պտղատու կլինենք։ Նա մեր հայրն է, հայրը որդիների համար բան ունի տալու, որ մի հոր տղեն աղքատ կլնի, անարակ որդին որ եկավ նորից վերականգնեց ամեն ինչը, հոր գրկի մեջ վերականգնվեց, տագնապը, վախը, աղքատությունը, ճղվաչորերը, բոլորը հոր սիրո մեջ, հոր գրկի մեջ, հայրը չմեղադրեց, վերականգնեց, ասավ նորից ապրի, հիմա Տերը մեզ վերականգնել է, մենք հարուստ ենք Աստծով, Աստծո բարեհաճությունը կա մեր վրա, աշխատենք դրա վրա, բաներ կա, որ մենք մեր կյանքի մեջ պետք է աշխատենք։ Գիտես, կա պատվի անոթ, չէ, կա անարգանքի անոթ եւ կարիք կա, որ մաքրենք Աստծո խոսքով, թույլ տանք Աստծո խոսքը գա եւ եթե ինչ որտեղ մի բան կա, թող Աստծո խոսքը մաքրի մեզ։ Տեր օրհնի ձեզ, կուզեմ կարճ աղոթ կանեմ եւ մեր պաշտամունքի մնացած մասը իր հունով գնա արտավազ եղբայր, ոնց կասեք։ Սիրելի այր, խոնարհվում եմ արջևդ, շնորհակալ եմ եւ մեծ պատիվ է քո արջևը կանգնել, քո ժողովրդի արջևը կանգնել։ Տեր ջան, օգնիր մեզ, որ մենք իրոք մեր ապրած կյանքով այնպես ապրենք, Տեր, որ հաճելի լինենք քո արջևը, Տեր ջան։ Օգնիր ամեն մի քվորս եղբորս, որ մեր ապրած կյանքը քեզ հաճելի լինի եւ զարդարես քո եկեղեցին պատուղներով եւ պարգևներով, անունդ փառավորվի, անունդ մեծարվի, Տեր, որ մենք աղ ու լույս լինենք, թե մեր ազգի համար, թե կողքի ազգերի համար, փառք ու պատիվ քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։